Պաշտոնանկության հետ կապված շրջանառող տեղեկություններին կասեք ի վերջո, ինչ էր կատարվում, ձեր ասուլիս այսպես ասած չեղարկվեց, հետաձգվեց։ Եվ ըստ էության շրջանառվեց տեղեկությունը, որ պաշտոնանկ են անելուց ասեք ի վերջո պաշտոնանկ արվելու եք, թե ոչ։ Ժորժ ջան, անկեղծ ասեմ, որ միշտ անկեղծ եղել եմ։ Քննարկում եղել է մեր գիտեք падգամավորների տեխնազուները պաշտության անդամների հետ հանդիպում են ունենում բոլորը։ Քննարկում եղել է, որոշում չկա, որևէ որոշում այս պահին կայացված չէ, այսինքն ես պաշտոնավարում եմ, շարունակում եմ պաշտոնավարել, այդ քննարկումներն է շատ հետաքրքիր գուցե եւ մարդիկ կային, որոնք ցանկություն ունեին նման ու այդ հրաբարակումները շատ արագ տարածեցին, այդ լուրերը շատ արագ տարածեցին կեղծ, որ ես արդեն պաշտոնանկ եմ արվել, բայց անկեղծ ասում եմ, քննարկում եղել է, որոշում դեռ չկա, դեռ որոշում լինելու պարագայում հրաբարակում կլինի ու քանի դեռ որոշում չկա, ես միջև վերջի պահաշիրագի մարզպետն եմ ու շարունակում եմ աշխատել, որովհետև ես չեմ աշխատում, որովհետև պաշտոն ունեմ։ Ես պաշտոնը սպայեմ, ես աշխատում եմ, որովհետև պաշտոնն է տվել ինձ հնարավորություն մարզի համար լավ բան անելու, մինչև վերջի պահը իմ աշխատանքի շարունակելու եմ ծառայել մարզին ու փորձելու եմ յուրաքանչյուր քաղաքացու կյանքի որակը փոխել։ Մենք չենք աշխատում, որ մեր պաշտոնը պահենք։ Կա պատճառների մասով, տարբեր պատճառներ, ամենաառաջինը նախ 7 վերք եկեղեցու հետ կապված, ներկուսակցական խնդիրների հետ կապված, տարբեր Ժորժ ջան, օգնականի հետ կապված, օգնական չէ, խորհրդականի հետ կապված, քրեական գործ կա, այդտեղ որևէ քննարկելու բան չկա, իրավապահմանները իրենց գործն են անում, այդտեղ իրավական դաշտ է, որովհետեւ միջամտության բան չկա, բայց ինձ համար հետաքրքիր նորությունը որ կար 7 վերքներ, ինչպես միշտ էլի անկեղծորեն ասում եմ, որ 7 վերքի պատարագի կազմակերպմանը մարզպետարանը որևէ առնչություն չունի, որովհետև պատարագը կազմակերպվում է քահանաների կողմից, ամբողջ պատասխանատվությամբ ասում եմ, որևիցե մեկը ղեկավարությունը չի զանգել ինձ ասել, թե 7 վերքում պատարագ պետք է լինի ու խնդրում եմ աջակցես կամ հանձնարարական կա, որ աջակցես այդ պատարագին, վստահորեն ասում եմ, որևիցե մի զանգ չեմ ստացել ես պատարագի հետ կապված։ Այն աշխատանքը, որը տարվել է ամեն տարի մարզպետի կողմից պսակատերության արարողությանը, որը եղել է հուշարձանի մոտ։ Այդ ամեն տարի այդ արարողությունն եղել է, ամեն տարի կազմակերպված դպրոցները, պետական կառույցները բոլորը մարզպետի հետ գնացել են պսակ տնելու, մանավանդ այս տարի վարչապետը եւս եկել էր։ Այսինքն այդ մեկը մեկի հետ խառնել ու մեկնաբանել, որ պատարագի հետ կապված, ել եմ ասում, պատարագի հետ կապված որևէ հանձնարարական ես չեմ ունեցել, այդ պատարագ էր կազմակերպված երկրաշարժի զոհերի հիշատակին, պատարագը շատ լավ անցել է, լեցուն տալիջո եկեղեցին ամբողջությամբ ժողովուրդը եղել է այնտեղ, մեր քաղաքացիները էդել ամեն տարի գալիս են պատարագին դեկտեմբերի 7-ին, այնպես չի որ էդել էր նորություն, պատարագը շատ լավ անցել է ու ել եմ ասում, ես կազմակերպչական որևէ գործողության մեջ ներգրաված չեմ եղել, ոչ էլ որևէ հանձնարարական եղել, որ այդ հանձնարարականը չկատարվի, որովհետև պատարագը ամեն դեպքում պատարագը դա եկեղեցականներն են, քահանաներն ու սրբազաններն են կազմակերպում ու անում ամեն կիրակի։ Ամեն դեպքում դուք ասում եք, որ քննարկումներ եղել են։ Ինչից հետո առաջացավ այդ քննարկումները, ձեզ առաջացին հրաժարական տալ։ Չէ, միանշան, չէ, որևէ քննարկումը իմ հետ քննարկում որպես այդպեսին ասեմ, նախ փակնիստ է եղել, չեմ ուզում շատ մանրամասներ, թե պատգամավորների տեխնազուների հետ հանդիպում, այնտեղ տարբեր հարցեր են քննարկվել ու ուղղակի քննարկում էինք եղել, ել եմ ասում, որոշումը կլինի հիմի, թե կլինի մի տարի հետո, թե 5 տարի հետո, ես որպես այդպեսին գիտեք, պաշտոնից կորցնելու կամ աթոռը կորցնելու մտավախություն չունեմ, աթոռի պատմությունը բոլորը շատ լավ գիտեք, պաշտոնն էլ ի սկզբանե ծնվածս օրվանից եղել է, դա իմ անունն ու ազգանունն է, իսկ
պաշտոնին երևի նկատել եք այս բոլոր ժամանակահատվածներում վերաբերում են որպես գործիք, որը հնարավորություն է տալիս քո մարզի, քո քաղաքի, քո երկրի համար լավ բան անելու։ Ինչքան երկար կարողացա լավ բան անել, այդքան ես ինձանից կո կլինեմ։ Իսկ ամենամեծ քննադատանը, որը ունեմ, մեր ժողովրդի քննադատն է, որոնց շատ շնորհակալ եմ, այդ լուրերը տարածվելուց հետո շատ ու շատ զանգեր ու SMS-ներ եմ ստացել մտահոգություններով մեր քաղաքացիների կողմից, թե Գյումրու, թե Շիրակի մարզի, որի համար էլի անչափ շնորհակալ եմ։ Էլ եմ կրկնում, Ժորժ ջան, եղել է քննարկում, որոշում չկա, որոշում լինելու պարագայում կհրաբարակվի այդ որոշումը, յուրաքանչյուր որոշում ինչ էլ կայացնի մեր վարչությունն ու վարչապետը, ես բնականաբար հաշտեմ այդ որոշման հետ, որովհետև տանից չեմ բերել, տունել չեմ տանելու։ Բացի ատորից։ Ամեն դեպքում չէ ասում պատճառը։ Ժորժ ջան, փակ նիստը, բարի դրացիական հարաբերություններ քաղաքական առումով այդտեղ քննարկում չկա, մենք քաղաքական առումով որևէ ընդանուր գիծ չունենք կոմունիստական կուսակցության ու այն մյուս 3 ուժերի հետ, որոնք կառավարում են քաղաքը, որևէ ընդանուր բան չկա, մեր տեսլականը լրիվ այլ է, երկրի ապագայի հետ կապված մեր տեսլականը քաղաքի զարգացման հետ լրիվ այլ է, այդտեղ որևէ քննարկելու բան չկա, իսկ այն հատվող կետը, որը Գյումրին է, միանշանակ միշտ ասել եմ, ոնց որ մեր մյուս 5 համայնքները, այդպես էլ Գյումրին իմ համար, մանավանդ որ ինքը իմ քաղաքն է ու մարզ կենտրոնն է, ինքը շատ ավելի ուշադրության կենտրոնում է, այդ հատվող գծերում բնականաբար մարզպետարան ու համայնքապետարան իրար հետ համագործակցում են, այդտեղ որպես այդպիսի նորություն չկա, մենք Հայաստանում երևի 1/3-ը ընդդիմադիր տեխնազուներ են քաղաքապետերը, մենք բոլորը այդ աշխատում ենք, որովհետև այն աշխատանքը, որը տարվում է, չի տարվում քաղաքապետի կամ քաղաքապետարանի համար, այդ աշխատանքը տարվում է քաղաքի ու քաղաքի բնակիչների համար։ Անարշանյան, ես խոսամ էլի։ Այսպես ասած, Շիրակի մարզը, այսպես ասած, ամենաշատը մարզպետների փոփոխությունը, տեսեք 7 տարի, մենք արդեն 6 փոփոխված մարզպետ եւ շրջանառվում է արդեն 7-րդ փոփոխության մասին տեղեկությունը, ինչն է պատճառն ըստ ինչու չի ստացվում այստեղ 2 տարուց ավել մարզպետներին պաշտոնավարել, եղել են մարզպետներ, որ ընդամենը մի քանի ամիս են պաշտոնավարել, ինչն է պատճառը։ Չեմ կարող ասել, գուցե յուրաքանչյուր մարզպետի հետ կապված իր խնդիրն է եղել, չեմ կարող ասել, թե ինչի համար Շիրակի մարզում պարբերաբար մարզպետներ են փոխվում, չգիտեմ էլ 6-րդ մարզպետը երբ է փոխվելու անկեղծ ասած, բայց ամեն դեպքում ինքը բարդություններ առաջացնում է, բայց որոշումը կայացնողը երկրի ղեկավարությունն է, վարչությունն է, ու մենք հաշտենք այն որոշումների հետ, որը կայացնում է որպես այդպիսին այդտեղ գուցե եւ կառավարչական խնդիր կա, որ փոփոխություններ են պարբերաբար տեղի ունենում, բայց ամեն դեպքում այդ փոփոխություններն էլ գուցե եւ ինեբաստ մարզի ու քաղաքի է։ Կուզենամ հստակ ասեք ամեն դեպքում ինչ պատճառ են ձեզ ներկայացրել, որ միգուցե դժգոհություն են ներկայացրել, որ քննարկվել է ձեր այսպես պաշտոնից փոխելու հարցը։ Երկրորդ, կա այսպիսի տարածված տեղեկատվություն, որ դուք վարչության նիստում շատ դրական եք արտահայտվել Գյումրիի քաղաքապետի նկատմամբ, նրան հայրանունով եք ներկայացրել եւ դա առաջացրել է վարչության ղեկավարության դժգոհությունը եւ երրորդ Նազելի Բաղդասարյանի միջոցով վարչապետը ձեզ հանձնարարական է տվել ձեր օգնականին ազատել աշխատանքից, ես լուրերն եմ ասում, այդպիսի լուրեր կան համացանցում։ Էլի լուրեր կան։ Էլի լուրեր կան։ Այսպես ասած չեք կատարել վարչապետի հանձնարարականը։ Կխնդրեմ ես 3 հարցերին Չի եղել որևէ հանձնարարական, ու ոչ միայն հանձնարարական, այլ իմ նախաձեռնությամբ գործողություններ, որը ես չեմ կատարել։ Առաջի հարցը թե ինչ մեղադարան կա, որպես այդպիսին մենք այդ ընթացքում որևէ դժգոհություն չենք քննարկել, որևէ դժգոհություն չեն քննարկել ու այն մնացած ծեր Աշանյան, կենտրոնական իշխանությունից կարող է հստակ չեն պատկերացնում ինչպիսին է Գյումրին, ինչպիսին են գյումրեցիները եւ միգուցե դրանից է առաջանում այս խզումը, այսինքն տեղում աշխատող, տեղում ապրող եւ նաեւ մարզպետները ավելի լավ են պատկերացնում ինչպես պետք է իրենց դրսեւորեն, ինչ լեքսիկոն պետք է օգտագործեն, ինչ գրառումներ պետք է անեն, ոնց պետք է անեն, որ սա հայրաքաղաքն է եւ ինչպես է ընկալվում նաեւ լսարանի կողմից միգուցե նման հակասություն կա, դժվար է բացատրել։ Գուցեև չեմ կարող ասել, բնականաբար Երևանում նստած այլ ձև են պատկերացնում, մենք հողի վրա այլ ձև ենք պատկերացնում, մենք Գյումրին
միանշանակ այլ քաղաք է, Գյումրին իր յուրահատկություններն ունի, բայց այդ յուրահատկությունների հետ մեկտեղ ել եմ ասում, մենք առաջնորդվում ենք Գյումրու շահով ու մարզի շահով ու չենք առաջնորդվում անձնական շահերը առաջ տանելով։ Մենք մեր միակ նպատակը մեր բնակիչների կյանքի որակի փոփոխությունն է ու նույնիսկ եթե որևիցե պաշտոնյա փոխվում է, այդ պաշտոնյայի փոփոխությունը եւս միտված է իշա քաղաքի, իշա մարզի, իշա բնակիչների հետ կապ չունի դե ես եմ այդ պաշտոնյան, որը փոխվելու եմ, թե չեմ փոխվելու, բայց ամեն դեպքում էլ եմ ուզում կրկնել, որ շահարկումները շատ են, այդ շահարկումները որպես այդպիսի քննարկում եղել է, բայց որևէ որոշում չկա կայացված, որոշման պարագայում քրաբարագվի կիմանաք, ես հաշտեմ բոլոր որոշումների հետ։ Այսպես ասած, ես Շիրակի մարզպետն եմ ու ես քննարկեմ, թե ինչ անուններ են շրջանառվում ես անուններ ժողովուրդ ջան, տարբեր անուններ շրջանառվում են, բայց կոռեկտ չէ թե շրջանառողների կողմից, թե այն անձանց կողմից ում անունները որ շրջանառվում են։ Քանի ես այստեղ նստած եմ, ես Շիրակի մարզպետն եմ, ել եմ կրկնում, թե շրջանառողի կողմից կոռեկտ չէ, թե կոռեկտ չէ ում անունը որ շրջանառվում է, որովհետև քանի կա Շիրակի մարզպետ Դավիթ Արուշանյան, ուրեմն Շիրակի մարզպետի քննարկումներ ու անունը շրջանառելը այդքան էլ հեռատես որոշում չէ կամ այդքան էլ նպատակահարմար չէ հենց իրենց համար, ովքեր որ շրջանառում են։ Ես ամեն դեպքում սկզբից Դավիթ Արուշանյանն եմ, հետո նոր ազգային ժողովի падգամավոր, Գյումրու փոխքաղաքապետ կամ Շիրակի մարզպետ ու միշտ մնալու եմ Դավիթ Արուշանյան։ Գուցե կան մարդիկ, գուցե չկան մարդիկ, որոնց խանդավառությունը բերում է զայրույթ, բայց այդ լրիվ այլ պատմություն է, այդ ուրախությունը իրանց այլ պատմության մասին է խոսում, ես չեմ ճղայնանում, ես արձանագրում եմ որոշ փաստեր ու շարունակում եմ իմ ճանապարհն ու աշխատանքը։ Կուսակցությունից դուրս գալու մասին ընդհանրապես չի կարող խոսք լինել, որ ես մեր ղեկավարությունից, մեր ընկերներից, որովհետև բոլորը մեր ընկերներն են, որևէ ձևով խնդիր չունեմ, իրանց որոշումները, վարչության որոշումները միանշանակ ընդունում եմ, որովհետև մեր նպատակը պաշտոն ունենալը չէ, մեր նպատակը մեկն է Հայաստանի Հանրապետությունը տանել դեպի հավերժության, դեպի ինքնիշխանության, դեպի հարատևության, իր բաց սահմաններով ու իր խաղաղությամբ։ Իսկ այդ գաղափարախոսության հետ 100% եւ եթե հնարավոր է մաթեմատիկորեն դրանից ավել, կիսում են բոլոր կարծիքները ու ճատագոն են, որ մենք ունենանք հարատև Հայաստանի Հանրապետություն խաղաղ ու անկախ։